Բարև, այսօր մեկնարկել է երկրորդ համահայկական գիտության շաբաթ, Հայաստանը։ Գիտության շաբաթը միջազգային փորձի հիման վրա ձևավորված գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման համապետական հարթակ է, նվիրված գիտության և տեխնոլոգիաների ժամանակակից գիտական ձեռքբերումների և դրանց դերի հանրահռչակմանը հասարակության կյանքում։ Միջոցառման գլխավոր նպատակն է գիտությունն ավելի մոտ և հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել դպրոցականներին ու ուսանողներին դառնալ գիտնականներ և ճարտարագետներ։ Գիտության շաբաթվա միջոցառումների շարք անցկացվում է ամեն տարի և այս տարվա թեման է զարգացնել գիտությամբ։ Նպատակն է ցույց տալ, թե ինչպես են գիտությունը և տեխնոլոգիաներն օգնում զարգացնել պետությունը, որքան անփոխարինելի և կարևոր են դրանք կրթության, տնտեսության ու մարդկանց կյանքի որակի բարձրացման համար։ Գիտության շաբաթվա շրջանակներում կանցկացվի գիտության փառատոն, դրան զուգահեռ մայրաքաղաքի ու բոլոր մարզերի մանկապարտեզներում և դպրոցներում կկազմակերպվեն ապակենտրոնացված միջոցառումներ կապված գիտության և տեխնոլոգիաների հետ։ Գիտության փառատոնը 6 օր տևող մեծ բացօթյա միջոցառում է, որը կազմակերպվում է Երևանի սրտում, Ազատության հրապարակում։ Այն բաժանված է 3 թեմատիկ բաժինների՝ զարգացնել գիտությամբ, մասնագիտական կողմնորոշում եւ գիտաֆանտաստիկա։ Այս օրերին գիտությունն ու տեխնոլոգիաները դուրս են գալիս լաբորատորիաներից եւ համալսարաններից ու ներկայանում լայն հասարակությանը։ Այցելուներին սպասում են ինտերակտիվ տաղավարներ, իրական ժամանակում անցկացվող գիտափորձեր, վարպետաց դասեր, խաղեր, ցուցադրություններ եւ հանդիպումներ մասնագետների հետ։ Փառատոնի հարթակում յուրաքանչյուր ոք կարող է տեսնել, թե ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները, շփվել գիտնականների ու ճարտարագետների հետ եւ համոզվել, որ գիտությունը հետաքրքիր է, օգտակար եւ հասանելի բոլորին։ Ապակենտրոնացված միջոցառումները անցկացվում են երկրի մանկապարտեզներում եւ դպրոցներում գիտության շաբաթ Հայաստան թիմի կողմից մշակված փաթեթներով։ Դրանք ստեղծված են միջազգային փորձի հիման վրա եւ ներառում են դասեր, խաղեր, գիտափորձեր ու նախագծային աշխատանքներ։ Փաթեթները կարելի է հեշտությամբ ներբեռնել գիտության շաբաթվա պաշտոնական կայքից։ Այս տարի գիտության շաբաթը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը ներառյալ։ Նոր հայտնագործությունը անսպասելիորեն միավորում է մարդուն ու մկներին։ Պարզվում է, որ եղունգը մեր մարմնի այդ փոքրիկ էլեմենտը ահռելի դեր է խաղացել կաթնասունների էվոլյուցիայում։ Ու ինչն ամենազարմանալին է, այն առաջացել է ոչ միայն պրիմատների, այլև կրծողների մեծ մասի մոտ։ Մարդու եւ իր մոտ ազգականների մյուս պրիմատների մատների եզրային ֆալանգներին եղունգներ են աճում։ Դրանք տափակ են, ոչ սուր ու քիչ են դուրս գալիս մատի սահմաններից։ Գիտնականները վաղուց են ենթադրում, որ եղունգներն օգնել են պրիմատների նախնիներին ավելի հուսալի կառչել ծառերի բարակ ճյուղերից ու հնարավոր է ավելի ծածուկ են դարձրել որսի պրոցեսը առանց կտկտացող ճանկերի։ Սակայն ինչպես պարզվում է, եղունգները միայն պրիմատների էքսկլյուզիվ հատկությունը չեն։ Սան Պաուլոյի համալսարանի կենսաբանները ցույց են տվել, որ ժամանակակից կրծողների մեծ մասի առջևի թաթերի առաջին մատներին, որոնք հոմոլոգիկ են, մեր բութ մատին ճանկի փոխարեն եղունգ է։ Հետազոտողները տվյալներ են հավաքել կրծողների 433 ցեղի մասին, ինչը դասի բոլոր ժամանակակից ներկայացուցիչների 83%-ն է։ Խոսքը գնում է մկների, առնետների, սկյուրների, արջամկների եւ բազմաթիվ այլ կրծողների մասին։ Յուրաքանչյուր ցեղի դեպքում փորձել են պարզել արդյոք առաջին մատի վրա ճանկ է եղունգ, թե եղջերային մասն ընդհանրապես բացակայում է։ Արդյունքը տպավորիչ է, ցեղերի 86%-ի առաջին մատի վրա եղունգ է։ Սա նշանակում է, որ այդ առանձնահատկությունը հատուկ է ոչ միայն առանձին տեսակների համար, այլև ամենայն հավանականությամբ արդեն իսկ գոյություն է ունեցել բոլոր կրծողների, ընդհանուր նախն ու հետևաբար նաև բոլոր 3 հիմնական ճյուղերի մոտ, որոնց բաժանում է կրծողների դասը։ Բայց կրծողների ինչին են պետք եղունգները։ Հուշումները կարելի է գտնել հետևելով կենդանիների առօրյա վարքագծին։ Սկյուրները, մկներն ու դասի շատ այլ ներկայացուցիչներ սնունդը պահում են առջևի թաթերով, սեղմելով այն հենց առաջին մատների միջև։ Ի տարբերություն ճանկի, եղունգը թույլ է տալիս ավելի կայուն բռնել սնունդը ու խնամքով մանիպուլյացիա կատարել ընկույզների, սերմերի ու պտուղների հետ։ Կենդանիների համար, ում ամբողջ կյանքը պինդ սնունդ կրծելու շուրջ է, սա դարձել է խիստ կարևոր էվոլյուցիոն ադապտացիա։ Սակայն էվոլյուցիան միշտ տարածություն է թողնում վարիացիաների համար։ Փորող եւ ստորգետնյա տեսակների մոտ եղունգը աստիճանաբար կրկին վերածվել է ճանկի, որովհետեւ փորման համար ճանկը շատ ավելի օգտակար է։ Ծառի հյութերով սնվող որոշ սկյուրների, ինչպես նաեւ ծովախոզուկների եւ նրանց ազգականների մոտ առջևի թաթերը սնվելուց ընդհանրապես չեն օգտագործվում։ Նրանք սնունդը վերցնում են անմիջապես բերանով։ Այս դեպքում առաջին մատի եղջերային մասը լրիվ անհետացել է։ Գիտնականները նաեւ ստուգել են, թե եղունգի առկայությունը որքանով է կապված կենսակերպի հետ։ Կրծողների մեծ մասն ապրում է գետնին, ու հենց նրանց մոտ են հանդիպում բոլոր տարբերակները, թե ճանկեր, թե եղունգներ եւ թե դրանց բացակայությունը։ Ծառային ու կիսածառային տեսակները ավելի հաճախ պահպանում են եղունգը, իսկ ստորգետնյա տեսակները գրեթե միշտ զինվում են ճանկերով։ Այսպիսով միլիոնավոր տարիներ առաջ
ապրած կրծողների ընդհանուր նախնու առաջին մատներին ոչ թե ճանկեր էին, այլ եղունգներ։ Դա թույլ էր տալիս նրանց ամուր պահել սերմերն ու ընկույզները, կրծելով դրանք հզոր կտրիչներով։ Այս ունիկալ առանձնահատկության շնորհիվ կրծողները դարձան կաթնասունների ամենահաջողակ դասերից մեկը։ Այս շաբաթվա գիտնականը Լև Լանդաուն է։ Լանդաուն 20-րդ դարի ամենափայլուն ֆիզիկոսներից մեկն է, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Նա հայտնի դարձավ ոչ միայն իր հայտնագործությունների, այլև մտորելու յուրահատուկ ոճի համար։ Լանդաուն ստեղծել է հեղուկ հելիումի գեր-հոսունության տեսությունը, մշակել այսպես կոչված Լանդաու-Լիվշիցը ֆիզիկայի բազմահատոր դասընթաց, որով մինչև հիմա սովորում են ամբողջ աշխարհում ու ներդրում է ունեցել տեսական ֆիզիկայի գրեթե բոլոր բաժիններում։ Նա հայտնի էր իր սուր մտքով ու անկախ բնավորությամբ։ Գործընկերների գնահատման համար կատակով ստեղծել էր այսպես կոչված Լանդաուի սանդղակը 0-ից մինչև 5 արժեքներով։ Ինքն իրեն Լանդաուն դնում էր երկրորդ հորիզոնականում։ Գործընկերներն իրենց հերթին համարում էին, որ Լանդաուն ռենտգենյան տեսողություն ունի ֆիզիկայի հարցում։ Նա կարողանում էր տեսնել երևույթների թաքնված էությունը չտարվելով ավելորդ դետալներով։ Դրա շնորհիվ նա դարձավ խորհրդային ու համաշխարհային ֆիզիկայի խորհրդանիշ, մարդ, ով կարողանում էր բարդագույն խնդիրները վերածել պարզ ու էլեգանտ գաղափարների։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։